ինքը իր սովորության համաձայն մեկ-երկու անգամ ինքնատիրապետում կորցրեց, բայց մինչ այսօր սպանապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եռաբլուրում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, եւ խնդրում եմ էլի լսեք ինչ է ասում այս մարդը։ Նախ ինքը ցնցված է ըստ էության, ցնցված է ասելով, որ Նիկոլ Փաշինյանը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում։ Նիկոլ Փաշինյանի հոյակապ արտաքին քաղաքականության հետևանքով Արցախը մոտ 1 տարի լինելով շրջափակման մեջ, որևէ իրենց այսպես կոչված սիրելի արևմտյան գործընկերները որևէ հայտարարությամբ անգամ հանդես չեկան։ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով է, որ այսօր Հայաստանը այս ծանրագույն վիճակում է, որի տարածքներից սուվերեն սահմաններում են ներխուժել ադրբեջանցիները, եւ ինչպես այսօր ձեր կուսակից ընկերը ասաց, Արտուր Խաչատրյանը ասում է, հեսա սովածանալու են ռադները քաշեն, չկա որևէ նման նախադեպ։ Խնդրեմ այս մասը, Սասուն Միքայելյանին ինչ ունեք ասել։ Գիտեք ինչ, ես իհարկե կարող եմ համաձայնվել Սասուն Միքայելյանի հետ այն հանգամանքում, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին հոյակապ քաղաքականություն է վարում, եթե ես հասկանամ, որ ինքը մտածում է, որ այդ Նիկոլ Փաշինյանի նպատակը որն էր։ Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը ի սկզբանե իշխանության գալուց Արցախը հանձնելն էր, եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը հայոց սուվերեն ինքնիշխան տարածքները, սահմանները այսօր ադրբեջանական զորքով լցնելն էր, այո, իհարկե, այդ նպատակին հասնելու համար նա հոյակապ քաղաքականություն է վարել, արտաքին, ներքին, ամեն ինչ արել է, որ այդ նպատակներին հասնեն։ Եվ այս պարագայում, այո, ես համաձայն եմ Սասուն Միքայելյանի հետ, եւ ես մտածում եմ, որ եթե ինքը Նիկոլ Փաշինյանի նման քաղաքականությունը համարում է հոյակապ, նշանակում է իր համարել իր քաղաքական գործունեության նպատակ այդպիսին է եղել։ Եթե իրենց նպատակ, իրենց քաղաքականության Արցախը հանձնել են, իրենք այդ նպատակին հասնելու միտված հոյակապ քաղաքականություն են վարել։ Այստեղ արժեքների գնահատում կա, եւ ես միշտ եմ ասել եմ ու ասելու եմ ու անընդհատ չեմ դադարելու կրկնելուց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է կոնկրետ ծրագրով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու, Արցախը հանձնելու եւ հայոց երկրի Հայաստան աշխարհի ինքնիշխանությունը, սուվերենությունը իջեցնելու մինչև Շրիշակի մակարդակ, մինչև ադրբեջանական վիլայետ դառնալու մակարդակ, այնպես որ այդ առումով նրանք իրենց պատկերացումներով այո հոյակապ քաղաքականություն են վարել։ Սասուն Միքայելյանը 2018-ին դեմահարթակում գոռում, այս հեղափոխությունը շատ ավելի Այո։ Արցախյան գոյամարտը։ Ով է այս մարդը ի վերջո, իսկապես գնալ եռաբլուր եւ այսպիսի հայտարարությամբ փոխել եռաբլուրն ու նույն սպարապետի հիշատակը եւ մեր հազարավոր Գիտեք ինչ, այդ մարդիկ այնպիսին են, որ նրանք չեն մի հատ դիմակ ամեն օր, ամեն ժամի, որ պահին ինչ պետք է, դիմակը հագնում են այդ պահին, դիմակը հագավ գնաց եռաբլուր, բայց այդ դիմակը հանեց ուրիշ բան խոսեց, հասկանում եք, այդ մարդիկ սկզբունքային որևէ մոտեցում որևէ հարցի վերաբերյալ ցույց չեն տալիս, եւ եթե ցուցաբերում են սկզբունքայնություն, ապա այդ սկզբունքայնությունը միայն Հայաստան աշխարհը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մեջ է, ուրիշ ոչ միտեղ նրանք սկզբունքայնություն չեն ցուցաբերում, եւ այդ նման ուրացությունը իր ընկերների, իր զինակից ընկերների պայքարի արդյունքում ձեռք բերած Արցախը Թուրքին հանձնելու ուրիշ ոչինչ չունի, քան դավաճան անվանումը։ Ուրիշ ոչինչ ես չեմ կարող նրան ասել եւ չեմ էլ ուզում անկեղծ ասած նման դավաճանների մասին այդքան խոսել, որպեսզի հանրությունը պետք է իմանա նրանց դավաճան տեսակը, այո, հանրությունը պետք է ճանաչի նրանց դավաճան տեսակը, բայց հանրությունը պետք է նաեւ նրանց դավաճանի նման վերաբերվի եւ այնպես վերաբերվի, որ մեր սերունդները նրանց հիշեն որպես դավաճան եւ ոչ թե որևէ քաղաքական գործիչ, այնպես որ ինչ ասեմ։